Ես Յոլյանների տոհմից եմ Գորիսում, ովքեր քաղաքի հիմնադրման, զարգացման գործում բավականին մեծ ներդրում ունեն։ Մարդու տեսակը պահելու առանցքային դերը մեր ընտանիքում միշտ առաջնահերթություն է եղել։ Մենք մի հայրենիք ունենք եւ բոլորիս խնդիրը պետք է լինի այդ հայրենիքի զարգացումը։ Մի փոքր ժպիտ ամբողջ ներաշխարհը փոխում է։ Խնդիրները հնարավոր է լուծել միայն երկխոսության միջոցով։ Մենք դժվար ենք համախմբվում, բայց երբ որ համախմբվում ենք, ինչպես ասում են, սարեր ենք շուրջ տալիս։ Պետք է կարողանաս սխալներից դասեր քաղել։ Քաղաքականությունը սովորաբար կոշտ է եւ անդամ, բայց ես փնտրում եմ մարդուն այդ ամենի հետևում։ Ես Լիդիա Սահակյանն եմ, իսկ սա նուրբ քաղաքականությունն է։ Իսկ այսօրվա իմ հյուրը Իրինա Յոլյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասում են, Գորիսի կանայք սովորաբար հատուկ համառություն ունեն փափուկ խոսքի եւ պողպատե կամքի համադրությամբ։ Ճիշտ են ասում։ Նախ թույլ տվեք մինչև սկսելը շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Այո, դրա մեջ բավականին մեծ ճշմարտություն կա եւ ինձ թվում է այդ ուժը էներգիան Գորիսի կանայք ավելի շատ բնությունից են ստանում, Գորիսի լեռներից են ստանում, բավականին աշխատասեր, համառ, ուժեղ բնավորությամբ կանայք են, ովքեր բարիք են ստեղծում միջավայրում։ Իդեպ դուք արմատներով հենց Գորիսից եք։ Այո, բուն Գորիսեցի։ Ինչն է ձեզ առաջինը ասոցացնում Գորիսի հետ, ամենահետաքրքիր, ամենավառ պատկերը որն է։ Նախ ասեմ, որ Գորիսը շատ եմ սիրում, աշխարհում ինչ երկիր գնամ, անպայման պիտի վերադառնամ Գորիս, որովհետև Գորիսում էներգիան յուրահատուկ է։ Ընդհանրապես Հայաստանը շատ տարբերվում է, հավանաբար նրանից է, որ հենց քո երկիրն է, քո ծննդավայրն է, այդտեղ ես ծնվում, մեծանում, ստեղծագործում, արարում, վերջի վերջո այդ գեներն ես կրում։ Գորիսը ինձ համար այդ համատեքստում բացառիկ է, որտեղ ամեն ինչ հարազատ է ինձ։ Ես Յոլյանների տոհմից եմ Գորիսում, ովքեր քաղաքի հիմնադրման, զարգացման գործում բավականին մեծ ներդրում ունեն։ Եթե այսպես պատմությունը ասելու լինեմ, միայն 47 բժիշկ է տվել Յոլյանների տոհմը հանրապետությանը, Գորիսին, այդ թվում Յոլյանների արյունաբանական կենտրոնը բոլոր ոլորտներում, ռազմական, գիտություն, արվեստ, կրթություն, կառավարում եւ իմ մանկությունը ամբողջովին անցել է պապիկիս պատմած պատմություններով։ Հետևաբար Գորիս քաղաքի յուրաքանչյուր ամեն քարը, թուփը ինձ համար շատ հոգեհարազատ է պատմությունը, որովհետև մանկությունս անցել է նաև այդ պատմությունների, այսպես ասած, միջով։ Այդ ամեն ինչի կրողն ես դառնում, հետևաբար բացառիկ սիրով ես լցվում քո ծննդավայրի նկատմամբ։ Իսկ ովքեր էին ձեր ծնողները մասնագիտությամբ եւ առհասարակ նրանց մասնագիտական ուղին արդյոք ազդեց որևէ կերպ արդեն ձեր ընտրության հարցում։ Մայրս տպարանում է աշխատել, բայց հետո 4 Գորիսի տպարանում է աշխատել, հետո 4 դուստր է ունեցել եւ այդ տարիներին իր ամբողջ կյանքը նվիրել է մեզ, մեր կրթությանը, դաստիարակությանը։ Հիշում եմ, որ յուրաքանչյուրիս հետ աշխատում էր եւ դպրոց էինք գնում բոլոր քույրերիս հետ, նաև ինձ հետ հավասար այդ ամբողջ դասապրոցեսը մայրս էր մեզ հետ միասին նստում, սովորեցնում մեր դասերը։ Հայրս երկար տարիներ հաշվապահ է աշխատել, պահեստապետ է աշխատել, այն ժամանակ ավանգարդ սովխոզում երկար տարիներ աշխատանքային փորձառություն է ունեցել, հետո բիզնեսում է եղել։ Ես հավանաբար մայրիկիս ավելի շատ մասնագիտությունը, որ ինչ որտեղ նաև կիսատ էր մնացել, գնացի դեպի լրագրություն։ Բավականին երիտասարդ տարիքում, 18 տարեկանում արդեն աշխատում էի մեր տեղական հեռուստաընկերությունում որպես հեռուստահաղորդավարուհի եւ գրեթե 15 տարի աշխատեցի հեռուստատեսության ոլորտում։ Այո, մինչ այդ թեմային ավելի լայն անդրադառնալը առաջարկում եմ տոհմական արժեքներից խոսել։ Հետաքրքիր է որն էր ձեր ծնողներից ժառանգած այն պատգամը, դասը, որը այսպես ասած անբեկանելի ուղեցույց է ձեր կյանքում եւ որը ձգտում եք փոխանցել նաեւ ձեր զավակներին արդեն այսօր։ Բավականին ավանդական ընտանիքում եմ ես մեծացել, տատիկ-պապիկի հետ եւ մեր ընտանիքում բոլորը իրենց դերերը ունեին։
Պապիկս բավականին հարգված մարդ էր։ Երբ որ փոքր էի, պապիկիս բոլորը ասում էին պապա, իր եղբոր որդիները, ու փոքր ժամանակ չէի հասկանում, ինքս ինձ մտքիս մեջ ասում էի, բայց իրանք էլ հայրիկ ունեն, ինչի են պապիկիս ասում պապա, հետո երբ որ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա բացառիկ հարգանքի նշան է, երբ որ ընտանիքի ավագը հոգ է տանում եղբայրների, քույրերի եւ երեխաների համար։ Այդ հոգատարությունը շրջապատի իմ ընտանիքում բավականին խորը արմատներ ունի եւ նաեւ ավագ սերնդի նկատմամբ հարգանքը։ Մեր տանը պապիկս իր տեղն ուներ նստելու հացի սեղանի շուրջ։ Հայրս ուներ, մայրս, բոլորը իրենց տեղն ունեին ու մինչեւ հիմա դա պահպանվում է այդ ավանդույթները։ Մեծի խոսքը հարգելը, ընտանիքի անդամին հարգելը, երբ օրինակ տատիկ կամ պապիկս տանը չէին լինում, մայրս ինչ որ բաներ պատրաստում, բոլորս գիտեինք, որ ուտելիքի առաջին բաժինը ավագներինն է, որ պիտի վերադառնան տուն եւ հետո մենք բոլորս միասին պիտի հացի սեղան նստեինք։ Շատ կարևոր արժեքներ կան միջավայրի նկատմամբ, հոգատարություն, հասարակության նկատմամբ, ազնվություն, պապիկս բացառիկ այդ իմաստով, մշտապես մինչև հիմա, երբ որ ես աշխատանքի մեջ եմ լինում, հայրս ամեն ինչ անում է իր խորհուրդներով, որպեսզի այդ արդարության զգացումը մի վնասիրի, սկզբունքը ես իմ աշխատանքի մեջ մշտապես փորձեմ պահել, որովհետև առանցքում մարդ մնալն է, ինչ իրավիճակ էլ լինի աշխատանքի մեջ եւ այլն, այդ մարդու տեսակը պահելու առանցքային դերը մեր ընտանիքում միշտ առաջնահերթություն է եղել։ Քիչ առաջ նշեցիք, որ 18 տարեկան էիք, երբ սկսեցիք զբաղվել լրագրությամբ։ Հետաքրքիր է իրականում, որովհետև ինձ թվում է այն ժամանակներում դեռևս մեր լեզվով ասած մոդայիկ չէր լրագրությամբ զբաղվելը։ Հետաքրքիր է ինչպես եկաք այդ ուղուն։ Այդ տարիներին իսկապես այդպես էր, սահմանափակումներ կային, ոչ բոլոր հայրիկները օրինակ թույլ կտային, որ իրենց դուստրը այդպես ազատ աշխատանքային միջավայրում ժամային գրաֆիկի հետ կապված շատ հաճախ ուշ էի գալիս, շաբաթ-կիրակի չկար եւ այլն, բայց այդ ազատությունը հայրս միշտ մեզ տվել է, հատկապես եթե խոսքը վերաբերել է կրթությանը եւ առաջ մղմանը, այսպես ասած։ 18 տարեկանում այո գնացի հեռուստատեսություն եւ այն ժամանակ բարետես երիտասարդ աղջիկ էի եւ ընդունեցին աշխատանքի լուրեր էի վարում կարճ ժամանակ անց հետո արդեն սկսեցի նաեւ լուրեր լրատվական ծրագրի պատասխանատու լինել եւ այսպես երկար տարիներ հեռուստատեսությունում էկրանին այդ ամբողջ հասարակական կյանքի այսպես ասած միջավայրում նաև որպես երիտասարդ կադր կայացա մեր համայնքում։ Ինձ թվում է հետաքրքիր տարիներ էին։ Ինչպես դժվար։ Այդ տարիները ինձ համար ավելի շատ կայանալու տարիներ էին, որովհետև աշխատանքի մեջ անցնում ես պրակտիկա եւ այդ պրակտիկան քեզ հետագայում հնարավորություն է տալիս ինքնազարգացման, ինքնաճանաչման, սխալվելու, սխալները ուղղելու ձևավորվելու որպես անհատ, որպես մասնագետ եւ ինձ համար այդ տարիները ավելի շատ մասնագիտական հմտություններ ստանալու, սխալվելու, սխալները ուղղելու եւ առաջ գնալու տարիներ էին։ Իսկ այն կերպարը, որին դուք կերտել էիք տարիներ առաջ, այսօր որքանով է համապատասխանում ներկայիս Իրինային։ Բացարձակ չի համապատասխանում, ես միշտ ասում եմ, որ իմ կյանքը երկու մասից է բաժանված, պատերազմից առաջ եւ պատերազմից հետո։ Պատերազմից առաջ ես կյանքին մի փոքր այլ կերպ էի վերաբերում, ամեն ինչ ինձ ավելի հեշտ էր թվում եւ այլն, բայց պատերազմից հետո իմ կյանքը ամբողջովին փոխվեց, որովհետեւ անգամ իմ երջանկության, այսպես ասած, պատկերացումները, պրիզման եւ այլն, այդ ամեն ինչը փոխվեց պատերազմից հետո, որովհետեւ շփվելով տասնյակ հազարավոր այսպես մարդկանց հետ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հետ, իրենց խնդիրները լսելով, տեսնելով բավականին դժվար եւ դաժան ճակատագրեր, կյանքի նկատմամբ իմ մոտեցումները բոլորովին փոխվեցին։ Ինչ որ բաներ կային, որ ես օրինակ դա համարում էի կյանքի դժվարություն, բայց երբ որ դու առնչվում ես անձնական դժբախտության հետ քո աշխատանքի մեջ եւ ամենօրյա ռեժիմով այդ ամեն ինչը տեսնում ես, դու հասկանում ես, որ այն բոլոր դժվարությունները, որը դու համարել ես բարդություն,
ճակատագրական դժվարություններ եւ այլն, հասկանում ես, որ դրանք ընդհանրապես սովորական վարչարարություն աշխատանքային կարելի է ասել կամ միջավայրի հետ կապված փոքր խնդիրներ, որ պետք է սովորես այդ խնդիրները լուծել եւ առաջ գնալ։ Եվ այդ անձնական ողբերգությունները անընդհատ տեսնելու համատեքստում հասկանում ես, որ պիտի գնահատես ամեն ինչ որ ունես քո կյանքում եւ պահանջատեր ինքդ քո նկատմամբ, կյանքի միջավայրի նկատմամբ շատ ավելի քիչ ունենաս, որովհետև կարևոր արժեքներ կան, որոնք ամբողջովին փոխում են քո ներաշխարհը։ Իմ ներաշխարհը ամբողջովին փոխվեց պատերազմից հետո։ Այո, բայց այնուամենայնիվ, եթե հնարավորություն ընձեռվեր հանդիպել 18-ամյա Իրինային, ինչ կասեիք նրան։ Ես նույն ճանապարհը կանցնեի, բացարձակ նույն ճանապարհը կանցնեի, որովհետև իմ կյանքում համոզվել եմ, որ այն ինչ տեղի է ունենում մեր կյանքում, անկախ նրանից լավ թե վատ, այդ ճակատագրական ուղին, որ անցնում ես, դա քո առաքելությունն է, որը ի վերուստ է տրված լինում եւ դու պիտի անցնես դրա միջով։ Եվ եթե լինում են անգամ դեպքեր, երբ որ դու ուզում ես շեղվել այդ ճանապարհից, միևնույն է, կյանքը քեզ բերում է այն հորձանուտին է հասցնում, որում դու պետք է լինես։ Եթե դու այս աշխարհ ես գալիս որևէ առաքելությամբ եւ պիտի հասնես դրան կամ պիտի իրականություն դարձնես քո առաքելությունը, անկախ դժվարություններից, անկախ այդ շեղվող ճանապարհներից, միևնույն է դու հայտնվում ես այնտեղ, որտեղ պիտի լինես։ Հետևաբար ես վստահ եմ, որ եթե նորից ինձ հնարավորություն ընձեռվեր այդ process-ը անցնել եւ այդ ճանապարհը անցնել, հաստատ նույն ճանապարհը կանցնեի։ Եթե անգամ դա լրագրությունը չլիներ, բայց վստահ եմ, որ կլիներ մի ոլորտ, որի առանցքում մարդն է եւ հասարակական գործունեությունը։ Այո, այսօր դուք մայր եք, որը ունի 2 զավակ, որը հաղթահարել է կյանքի դժվարությունները, ունեցել է իհարկե հաղթանակներ, այդուհանդերձ ինչ եք փոխանցում նրանց որպես հայ մայր, որպես ծնող, ով փորձում է ձևավորել արժեհամակարգ զավակների համար։ Առաջին հերթին ամեն ինչ անում եմ միայն լավը փոխանցելով իմ որդիներին, որպեսզի իրենք միջավայրից միայն լավը վերցնեն եւ դառնան պատասխանատու քաղաքացի, իրենց հայրենիքին, երկրին արժանի քաղաքացի։ Դրա համար ես ոչինչ չեմ խնայում, ինչքան արժեքներ կան, որ երեխաներիս հետ մենք սովորաբար միշտ միասին ենք սեղան նստում եւ դա մեր խոսակցության հիմնական ժամանակն է լինում, ճաշի ժամանակ, ընթրիքի ժամանակ, շատ տարբեր հարցեր ենք քննարկում որդիներիս հետ եւ միշտ առանցքում լինում է բարի դրսևորումը, բարի կամքի դրսևորումը, անգամ եթե ինչ որ փոքր վեճ է լինում, հա, միջավայրում եւ այլն, ես որդիներիս հետ երբ որ խոսում եմ, մի վնասի սկզբունքը մեր ընտանիքում առանցքային է, որ ավելի շատ փորձես բարիք ստեղծել, ավելի շատ փորձես ուրիշներին չվնասել, բայց միևնույն ժամանակ նաև խիզախ լինել, համարձակ լինել, արդար ճանապարհ անցնել։ Հետաքրքիր է քաղաքական պայքարի զրահը հանելու համար, երբ մտնում եք տուն եւ տան դուռը փակում եք, որքան ժամանակ է պահանջվում։ Տանը ես սիրում եմ միշտ խոհանոցում, օրինակ, շատ համեղ պատրաստել, ընկերներիս հետ, միշտ շաբաթ կիրակի փորձում եմ ծնողներիս հետ անցկացնել եւ հատկապես շաբաթ օրերը, որ ազատ եմ լինում, ինչ որ համեղ բան պատրաստեմ անպայման, քույրերիս եւ ծնողներիս հրավիրում եմ իմ տուն, ես սիրում եմ այդ ընտանեկան ջերմ մթնոլորտը։ Լինում են դեպքեր, այո, այդ աշխատանքային ստրեսները եւ այլն նաեւ բերում ես տուն, լարվածությունը, հոգեկան լարվածությունը, այդ ժամանակ որդիներիս ասում եմ, որ ես մի քիչ նյարդայնեմ, խնդրում եմ ինչ որ հարցեր չլինի եւ այլն, մի կես ժամ, մի 20 րոպե փորձում եմ դուրս գալ։ Այո, այդ իրավիճակից դուրս գալ, իսկ այդպիսի դեպքեր երբեմն լինում են, որովհետեւ եթե խիստ պատասխանատու աշխատանքի մեջ ես, բացառված է, որ ինչ որ բաց թողումներ չլինեն, ինչ որ խնդիրներ չլինեն, եւ դա ժամով չի սահմանափակվում, բնականաբար, այդ ժամանակահատվածում ես փորձում եմ որևէ մեկին չներգրավել, բայց նաեւ այսպես կանոն կա, որ որևէ մեկս մեր աշխատանքային խնդիրները չենք քննարկում ընտանիքում։
եթե կան խնդիրներ, այդ խնդիրները փորձում եմ ես ինքս հարթել, բայց այդ խնդիրներին մասնակից չդարձնել ընտանիքի անդամներին։ Այո, իդեպ ուսումնասիրելով ձեր կենսագրությունը, նկատել եմ, որ միշտ աշխատել եք խիստ աշխատանքային գրաֆիկով, երկար տարիներ աշխատել եք նաև որպես Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ, իդեպ կարոտում եք ձեր գործը։ Մարդկանց եմ շատ կարոտում, որովհետև այդ 9 տարիները, որ ես աշխատել եմ, բավականին բարդ ժամանակահատված էր։ Բավականին բարդ էր, որովհետև COVID-ի տարիներն էր, պատերազմի հետ պատերազմական ճգնաժամ կար, Արցախի բռնի տեղահանում եւ այլն, իմ աշխատանքի առանցքում մարդիկ էին եւ ամենօրյա ռեժիմով այդ շփումները, իրենց խնդիրները լսելը, փորձել միջոցներ ձեռնարկել այդ խնդիրները լուծելը եւ ինձ համար կյանքիս ամենահաճելի պահերը միշտ եղել է, երբ որ փորձում ես օգնել որևէ մեկին, ստացվում է դա, օգնում ես եւ մարդու դեմքին տեսնում ես ժպիտ կամ երախտագիտության այդ ժպիտը, որ զգում ես քո դիմացինին դու երջանիկ պահ ես վարքեվել, զգում ես, որ քո աշխատանքի արդյունքում դու ճակատագիր ես փոխում մարդկային, դրական իմաստով ես փոխում։ Դա շատ յուրահատուկ զգացողություն է տալիս եւ էներգիա է տալիս, որպեսզի շարունակես։ Այս կարճ ժամանակահատվածում, որ արդեն համայնքապետարանում չեմ, այդ մարդկային ակտիվ շփումները մի փոքր տխրեցնում է, որ այս փուլում մի քիչ пассив է, բայց նաև ուրախ եմ, որ իրենք ինձ գտնում են եւ գալիս են։ Եվ այդպես էլ ասում են, այս վերջին 1 ամսվա ընթացքում գալիս են նաև մեր գրասենյակ ու ասում են, որ ուր էլ գնաք, ձեր հետևից գալու ենք։ Ինձ այս էներգիան շատ օգնում է, որպեսզի ավելի մոտիվացված աշխատեմ, որովհետև վերջի վերջո մեր աշխատանքի նպատակը մարդկանց կյանքի որակը փոխելն է։ Եվ շատ կարևոր է, որ մշտապես այս շփումները լինեն, մշտապես կարողանանք մտահոգող հարցերը արձանագրել եւ գնալ այդ խնդիրների լուծման ճանապարհով։ Այսօր դուք Ուժեղ Հայաստան կուսակցության անդամն եք։ Եթե իհարկե գաղտնիք չէ, ինչպես մուտք գործեցիք թիմ։ Գաղտնիք չէ միանշանակ, ես այդ մասին նաև հայտարարել եմ, որ աշխատելով 9 տարի տեղական ինքնակառավարման ոլորտում, այդ խնդիրները ներսից եմ տեսել համակարգային եւ տեսնում եմ, որ մեր երկիրը իրապես փոփոխությունների կարիք ունի։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը կարող է այդ փոփոխությունները բերել, որովհետև ունի փորձ, միջազգային կշիռ, հեղինակություն, նաև գործնականում ապացուցել է իր նվիրվածությունը հայրենիքին։ Հետևաբար միացել եմ թիմին, որպեսզի նաև իմ երկար տարիների աշխատանքային փորձառությունը, այն բոլոր համակարգային խնդիրները, որ ես տեսել եմ, արձանագրել եմ, ոչ միայն տեղական մակարդակում, նաև ազգային մակարդակում այդ խնդիրների մասին խոսելու, հնչեղություն տալու, նաև լուծման գործում ներդրում ունենալու համար։ Կարծում եմ տեղին է զրուցել կնոջ դերի մասին քաղաքականության մեջ, ինչն էր ձեզ համար ամենադժվարը ոլորտում մուտք գործելու ժամանակ։ Եվ կանանց համար, եւ տղամարդկանց համար իրականում քաղաքականությունը բարդ է, հեշտ չէ, հատկապես հիմա, երբ որ մենք տեսնում ենք, թե ատելության մթնոլորտը ինչքան է խորացել։ Մենք մի հայրենիք ունենք։ Բոլորս կարող է տարբեր տեսակետներ ունենանք, բայց մենք մի հայրենիք ունենք եւ բոլորիս խնդիրը պետք է լինի այդ հայրենիքի զարգացումը, շենացումը պիտի լինի։ Բայց ցավոք սրտի մենք հատկապես այսօր տեսնում ենք, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում քաղաքական դաշտում։ Այս իմաստով իհարկե բարդ է, կանանց համար առավել եւս, տղամարդկանց համար եւս, որովհետեւ այդ պայքարում, որտեղ որ չկան կարմիր գծեր, որտեղ որ արժե համակարգ ընդհանրապես չկա, որտեղ գաղափարական կռիվ չկա, մենք տեսնում ենք ավելի շատ վիրավորանքի համատեքստում քննարկում, հատկապես անձնական վիրավորանքի, բայց վստահ եմ, որ հենց այս ժամանակահատվածում պետք է ուժ գտնես, որպեսզի բերես փոփոխություններ։ Մարդիկ, ովքեր որ մեծ պատասխանատվություն են վերցնում գնալով քաղաքականություն, նորից եմ ասում կին, թե տղամարդ, մեծ հարված են իրականում վերցնում իրենց ուսերին այս խարանի միջով անցնելու համար,
բայց նաև մեր նպատակն է բերել փոփոխություններ, որովհետև այս ատելության մթնոլորտը մեր երկիրը ոչ մի լավ տեղ չի տանելու, որովհետև մենք պիտի քաղաքականությունը դարձնենք հավասարակշռված միջավայր։ Մենք քաղաքականությունը պիտի դարձնենք գաղափարական քննարկումների միջավայր, որովհետև մեր քաղաքացու կյանքը մենք պարտավոր ենք մեր արդյունավետ աշխատանքով փոխել, ոչ թե մենք տեսարաններ ստեղծենք, քննարկումներ անենք, վիրավորանքի համատեքստում փորձենք առաջին պլան գալ, ով ավելի բարձր գոռաց, ով ավելի խորը վիրավորեց, այլ մենք մեր գործունեությամբ պետք է իրապես նպաստենք, որպեսզի մեր երկիրը այս ճգնաժամային իրավիճակից հանենք, որովհետև պատերազմից հետո, Արցախի կորուստից հետո, տասնյակ հազարավոր ճակատագրերի այս խեղման ճանապարհը անցնելուց հետո մենք ուղղակի պարտավոր ենք սթափվել եւ միասնական ճանապարհով, միասնական ճակատով փորձենք մեր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։ Իսկ այստեղ քաղաքականությունը մեծ դեր ունի եւ նախ մենք քաղաքական մթնոլորտը պետք է բարեփոխենք, ավելի լավը դարձնենք, որպեսզի այդ մթնոլորտում մենք նաև մեր քաղաքացիների կյանքը կարողանանք փոխել։ Իսկ ինչպես եք բացատրում ձեր զավակներին, որ ձեր բացակայությունը, ձեր անհանգստությունը պայմանավորված է ոչ թե լոկ աշխատանքով, այլ առաքելությամբ, որից կախված է նաև նրանց ապագան։ Ինչպես նշեցի, մենք շատ զրույցներ ենք ունենում, քննարկումներ ենք ունենում եւ մեր ընտանիքում այդ ամեն ինչի առանցքում մեր երկիրն է, մեր հայրենիքն է, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, երբ որ լույս աշխարհ է գալիս, միայն ինքն իր համար չի ապրում է միջավայրի համար։ Ես չգիտեմ այդպիսի մի մարդ, որը երջանիկ լինի համատարած դժբախտության մեջ։ Երբ որ երկիրը ճգնաժամ է ապրում, դու չես կարող անհատապես այնտեղ երջանիկ լինել։ Դրա համար այս ամենը, այս քննարկումները իմ որդիներն էլ նաև հասուն տղաներ են, շատ լավ գիտեն, շատ լավ գիտակցում են, իրենք նաև սատարում են այս հարցում։ Շատ դեպքերում որոշումներ են լինում, որ ես նաև իրենց հետ քննարկում եմ, անձնական որոշում, հատկապես, որ նույն աշխատանքի հետ կապված, բայց դա կարող է մեր ընտանիքում որոշակի փոփոխություններ բերել, օրինակ գործուղվել ինչ որ ժամանակահատվածում եւ այլն։ Իմ որդիները նաև սովորել են, եթե դա մեր երկրի համար է, եթե համայնքի համար է, եթե միջավայրի համար է, ուրեմն ըմբռնումով են մոտենում։ Ես նաև իրենց եմ շնորհակալ, որովհետև դա շատ կարևոր է, որ քո հարազատները, քեզ հարազատ մարդիկ ըմբռնումով մոտենալուց զատ նաև խրախուսում են, քեզ հետ միասին այդ բարդ ճանապարհը անցնում են, որտեղ ես ինքս էլ մարտահրավերների միջով եմ անցել քաղաքականության մեջ լինելով եւ իմ ընտանիքի անդամները 1 րոպե անգամ ինձ երբևէ օրինակ չեն ասել, որ ինչի ես ընտրել այդ բարդ ճանապարհը։ Չնայած որ երբ որ ես մասնագիտություն եմ ընտրում, մայրս ինձ ասում էր, ոչ միայն ինձ, նաև քույրերիս ասում էր անպայման մանկավարժ կդառնաք, որովհետև կնոջ համար դա հարմար գործ է, տանն է լինում կեսօրից հետո եւ այլն, բայց այնպես ստացվեց, որ ես եւ բոլոր քույրերս էլ բավականին ակտիվ են հասարակության մեջ, բայց նաև շատ կարևորում եմ, որ ընտանիքի անդամները, հարազատները ոչ միայն խրախուսում են, նաև սատարում են, որովհետև քո գործունեության հիմքը միայն դու ես անձնապես գործ ունես մարդկանց հետ եւ մարդկային ճակատագրերի հետ, իսկ դա բավականին պատասխանատու աշխատանք է։ Ամեն առավոտ արթնանալ եւ մտնել միևնույն պայքարի մեջ հեշտ գործերից չէ։ Դժվարությունների վստահ եմ առնչվում եք։ Իսկ ինչպես եք հաղթահարում այդ դժվարությունները։ Դժվարությունները ինչպես եմ հաղթահարում։ Ես ինչպես նշեցի արդեն, մարդիկ են ուժ տալիս։ Վերջի վերջո ինձ համար օրինակ քաղաքը, միջավայրը, այդ ամեն ինչը մարդիկ են։ Մենք մեր գործը իրականացնում ենք մարդկանց համար։ Եվ երբ որ դու մարդուց այդ դրական փոխադարձ էներգիան ստանում ես, դա է հիմնական ուժ տալիս քեզ, որպեսզի դու շարունակես աշխատել։ Մի փոքր ժպիտ բավականին դժվարություններ ունեցող քաղաքացու մոր աչքերին, որ հույսը դնում է քո աշխատանքի վրա, հույսը դնում է քո աջակցության վրա եւ դու կարողանում ես իրեն օգնել, մի փոքր ժպիտ ամբողջ ներաշխարհդ փոխում է։
դժվարությունները, այս մարդկային, նորից եմ ասում, դրական իմաստով փոխված ճակատագրերն են, որ քեզ ուժ են տալիս շարունակել այդ աշխատանքը։ Սովորաբար ասում են, որ քաղաքականության մեջ կոմպրոմիսը անհրաժեշտություն է։ Համակարծիք եք այդ արդյոք եւ եղել է արդյոք դեպք, երբ ասեք, որ ոչ, այստեղ ես չեմ նահանջելու եւ առաջնորդվեք արդեն ձեր կանոններով։ Գաղափարական իմաստով այո, եթե դա որևէ գործունեության, այսպես ասած, գործառույթի շրջանակում տեսլական է, որևէ ծրագիր իրականացնելու, որևէ նախաձեռնություն իրականացնելու, ես միշտ այդ հարցում համառ եմ։ Եթե կա նպատակ, անհնար է, որ որևէ միջոց չգտնվի, որևէ նույնիսկ անհավանական թվացող ինչ-որ մի ծրագիր նախաձեռնություն իրականություն դարձնել։ Եվ ես միշտ ասում եմ, որ անհնարին բան չկա։ Միշտ կապերը, հնարավորությունները, մարդկանց հետ հաղորդակցման բարձր հմտությունները քեզ օգնում են, որպեսզի դու ցանկացած նախաձեռնություն, ծրագիր, որը անգամ անհավանական կարող է թվալ, դու կարող ես դա իրականացնել։ Բայց մարդկային հարաբերությունների մեջ ես միշտ փորձում եմ համագործակցության եզրեր փնտրել։ Միշտ կոնֆլիկտից սարսափելի խուսափում եմ, չեմ սիրում կոնֆլիկտներ, որևէ տեղ կոնֆլիկտ չեմ փնտրում, ինքս կոնֆլիկտներ հրահրող մարդ չեմ եւ բոլոր հարթակներում մշտապես փորձում եմ երկխոսության ճանապարհով խնդիրը լուծել։ Եվ նաեւ միշտ այդպես եմ ասում, որտեղ կա խնդիր, այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն երկխոսության միջոցով։ Խոսել մարդկայնորեն, հասկանալ խնդիրը, փորձել ջանքեր գործադրել, խնդիրը լուծել եւ առաջ գնալ։ Իսկ ինչպես պահպանել ներքին մաքրությունը եւ հավասարակշռությունը, երբ մեր շուրջը ձևավորվում են անհեթեթ բամբասանքներ։ Անխուսափելի են։ Բամբասանքները իհարկե անխուսափելի են, ես սովորաբար թույլ չեմ տալիս, որ դրանք քննարկվեն։ Օրինակ իմ աշխատավայրում ես 9 տարի նշեցի, որ աշխատել եմ տեղական ինքնակառավարման ոլորտում, բացառված է, որ թույլ տայի որևէ մեկին, որ գար կոլեկտիվից խոսել, աշխատանքից խոսել, որևէ անհատից խոսել։ Ինձ համար ես ունեմ սահմանագիծ խոսել միայն այն ամեն ինչի մասին, ինչը մեր աշխատանքի առանցքն է, պիտի օգներ, որ համայնքային մակարդակում կարողանայինք զարգացման ծրագրեր իրականացնել եւ այլն, այսինքն այն բացասական ամեն ինչը ես գիտակցաբար եւ նաեւ անընդհատ դրա վրա աշխատելով փորձում եմ բերել երկրորդ պլան։ Այն պահին, երբ որ մենք դա բերեցինք առաջին պլան, մեր հիմնական նպատակներից մենք շեղվելու ենք։ Իսկ եթե առաջին պլան բերում ես այն առաքելությունը, որի համար դու աշխատում ես, կոչված ես այդ գործունեությունը իրականացնելու համար, գնում ես այդ ճանապարհով։ Որևէ պարագայում, եթե ինչ-որ բան լսում ես, իհարկե դա կարող է քեզ խոցել, մի քիչ նեղացնել, մի քիչ տրամադրության անկում ունենաս, բայց հաջորդ պահից ես անմիջապես փորձում եմ նորից այսպես վերականգնվել, որովհետև բուն նպատակը բացարձակապես այդ բամբասանքներին տրվելը չէ։ Փակել այդ էջը, առաջ գնալ։ Իսկ որն է ձեր, այսպես ասեմ, անձնական լույսը այս մշուշոտ քաղաքականության մեջ, որը օգնում է։ Երբ որ որոշակի խնդիրներ լինում են այդպես, անձնական լույսը իմ որդիներին գրկելն է։ Եվ ընդհանրապես թանկ մարդկանց են որ գրկում ես, այդ ամբողջ բացական էներգիան միանգամից քեզանից թոթափվում է։ Անկախ նրանից քանի տարեկան է։ Այո, կապ չունի քանի տարեկան են, փոքր որդիս 18 տարեկան է, բայց մինչև հիմա այդպես հատուկ սիրում է, որ իր վրա ուշադրություն դարձնեմ։ Երբ որ տուն եմ գնում, անպայման պիտի գրկեմ, անպայման։ Այս ամեն ինչը այդ ջերմությունը զգալով շատ մեծ դրական էներգիա է ստանում, բայց նաև իմ կյանքում էլ կան շատ թանկ մարդիկ, որոնք երբ որ ես զգում եմ, որ որոշակի դժվարություններ կան, ինչ որ մեկի հետ պիտի խոսեմ, ինչ որ մեկի հետ ինչ որ գաղափարի շուրջ պիտի քննարկումներ անեմ, փառք Աստծո, իմ շրջապատում շատ լավ մարդիկ կան, շատ լավ ընկերներ կան, բավականին դրական էներգետիկայով եւ բավականին նախաձեռնող, երկիրը սիրող, հայրենիքը սիրող, որոնց գործունեության առանցքում միայն մի լավ բան անելն է Հայաստանի համար։ Եվ այս քննարկումները, հանդիպումները, անձնական զրույցները մենք ինքներս ենք ընտրում, թե ինչ միջավայրում մենք ավելի շատ լինենք։ Ես միշտ փորձում եմ
ընտրել այնպիսի միջավայր եւ իմ կողքին մշտապես այնպիսի մարդիկ են հիմնականում, որոնց միջավայրում բացառված է վատ խոսքը, որոնց միջավայրում բացառված է բամբասանքը, միայն ստեղծագործական աշխատանք, դրական էներգիա։ Սա իհարկե լուսավորում է հետադարձ կապով։ Եթե հնարավորություն ունենայիք որևէ բան փոխել քաղաքականության մեջ, ինչը կփոխեիք։ Ես կցանկանայի, որ քաղաքականության մեջ հատկապես հիմա մենք վերադառնանք բուն աշխատանքին։ Բոլորը լծվեն այս երկրի զարգացման համար։ Անձնական այս ատելությունը, պառակտումը, թշնամանքը հասարակության մեջ առաջին հերթին ես կփորձեի անել ամեն ինչ, որ մենք սրանից ձեռք ազատվենք։ Որովհետև առաջին փուլում մինչև մենք միասնական չլինենք, մինչև հայը հային թիկունք չլինի, մենք մեր երկրի ներսում մենք պիտի մրցակիցներ չունենանք։ Մենք մեր երկրի ներսում թշնամիներ չպիտի ընդհանրապես որոնենք։ Եվ եթե մենք միասնական լինենք, իսկ ես տեսել եմ, երբ որ հայերը միասնական են լինում, ինչ ուժ են կարողանում ներկայացնել, անգամ Արցախի բռնի տեղահանման օրերին, պատերազմի ժամանակ Գորիսում այդ ամբողջ թիկունքային աշխատանքները կազմակերպվում էին 3-րդ դասարանի երեխաներից սկսած միասնական ձևով ամբողջ քաղաքը այդ աշխատանքները իրականացնում էր։ Եվ ես միշտ ասում եմ, որ սա պիտի լինի այն թտխմորը, որ մենք պիտի վերցնենք մեր ապագայի հացը թխելու համար։ Մենք այս լավի շուրջ պիտի կառուցենք մեր հայրենիքի զարգացման տեսլականը։ Մենք իրար ուժեղացնելով, իրար սատար կանգնելով, պիտի կարողանանք փոխել երկրի այս ընթացքը։ Մինչև մեր զրույցը սկսելը, դուք անջատեցիք ձեր հեռախոսը հեռախոսազանգերից խուսափելու համար։ Հետաքրքիր է կա մի վայր, որտեղ պատրաստ եք անջատել հեռախոսը եւ լսել միայն ինքներդ ձեզ։ Հիմնականում չէ, հեռախոսս միշտ միացված է լինում։ Շատ եզակի է լինում, որ ես հեռախոսազանգ բաց թողնեմ եւ հետ չզանգահարեմ։ Ինչ շատ քաղաքացիներ են մշտապես զանգահարել, երբեմն նաեւ տարբեր մարզերից, ինչ որ տեղից հեռախոսահամարս գտնում են, ինչ որ հարցով զանգահարում են եւ այլն, միշտ ձգտում եմ պատասխանել զանգերին եւ իրականությունից որևէ պարագայում չկտրվել։ Չեմ կարող այդ լռությունը նաեւ բացական իմաստով իմ վրա ազդում է, որովհետեւ ես շատ շփվող մարդ եմ, սիրում եմ անընդհատ շփումներ, սիրում եմ խոսել մարդկանց հետ եւ ինչ որ մի պահի եթե լռություն լինի իմ կյանքում, ինձ թվում է դա բավականին բացական առանց լրահոսի նույնպես չեք կարող։ Երբեմն լրահոս չեմ կարդում։ Հատկապես երբ որ շատ անարդար բաներ եմ տեսնում, միտումնավոր փորձում եմ խուսափել դրանից, բայց իրականում մարդկային շփումների հետ կապված մենակություն չեմ սիրում։ Կա հարց, որը ես չեմ հնչեցրել, բայց որին դուք կցանկանայիք պատասխանել։ Կարծում եմ չէ։ Այդ դեպքում անցնենք բլից հարցերին։ Խնդրեմ։ Առավոտը սկսվում է սուրճով, թե լրահոսով։ Անպայման սուրճով։ Ինչն է ձեզ ստիպում արտասվել։ Շատ հուզական մարդ եմ, որևէ դժվար իրավիճակում անհնար է, որ ես չարտասվեմ։ Հատկապես պատերազմից հետո մի փոքր հուզական իրավիճակ, որ կարող եմ տեսնել մարդկային հարաբերությունների մեջ, անպայման հուզվում եմ։ Որն է ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Իմ կայացրած որոշումները գրեթե չեմ փոխում։ Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ Հորս։ Երջանկությունը վիճակ, թե որոշում։ Կարող եմ ասել եւ վիճակ եւ որոշում։ Երկուստ եք, եւ վիճակ եւ որոշում, բայց յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր երջանկության պրիզման եւ դա ինձ համար անընդհատ փոփոխվող է։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Շատ հետաքրքիր է։ Երբ նայում եմ հայելուն, շատ կարճ եմ հայելու մեջ նայում, անկեղծ ասած, սովորաբար ուղղակի հարդարվելու համար։ Շատ կարճ հայելի այդքան չեմ սիրում, անընդհատ հայելու մեջ նայել, շատ թեթև կարճ հայելու մեջ նայում եմ ու տնից դուրս եմ գալիս։
Լուսանկարվել նույնպես չեք սիրում։ Չէ, չեմ սիրում առանձնապես լուսանկարվել ու կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չի, որովհետև վերջերս ուզում էի ինչ-որ հիշել, տարբեր տեղեր էի գնացել ճամփորդության եւ այլն, բայց մեկ լուսանկար անգամ չունեմ։ Հասկացա, որ դա նաեւ պատմություն է եւ պետք է նաեւ այդ պատմությունը պահես, բայց չեմ սիրում լուսանկարվել։ Որն է ձեր կյանքի գլխավոր հաղթանակը։ Յուրաքանչյուր խնդիր, որ ինքս դնում եմ իմ առաջ, երբ կարողանում եմ լուծել այդ խնդրեմը, դա լինի անձնական, դա լինի հանրային, ես դա հաղթանակ եմ համարում։ Եվ հատկապես եթե որևէ իմ աշխատանքի ընթացքում բավականին շատ զարգացման ծրագրերում եմ ներգրաված եղել, ինձ համար մեծ հաղթանակ էր, երբ որ կար ինչ-որ գաղափար ու մենք հասնում ենք այդ գաղափարին։ Դա ինձ համար մեծ հաղթանակն ա եղել ու հատկապես եթե այդ գաղափարի արդյունքում տեսնում էի նաև ֆիզիկական ինչ-որ շենք, շինություն, պատրաստի եւ այլն, իհարկե դա հաղթանակ եմ համարում։ Ձեր սիրելի գիրքը։ Շատ տարբեր ոճի գրքեր եմ կարդում, շատ տարբեր, բայց վերջերս ավելի շատ պատմական գրքեր եմ ուսումնասիրում։ Որն է հայ լինելու ամենադժվար կողմը։ Չեմ կարող ասել, որ հայերը գիտեք բավականին խելացի, հյուրասեր, տաղանդավոր մարդիկ են։ Մեր ամենադժվար կողմը հավանաբար մենք դժվար ենք համախմբվում, բայց երբ որ համախմբվում ենք, ինչպես ասում են, սարեր ենք շուրջ տալիս։ Եթե ոչ քաղաքականություն, ապա որ ոլորտը։ Հասարակական գործունեությունը ինձ համար առանցքային է։ Այնտեղ, որտեղ որ մարդն է, ես հավանաբար այնտեղ կլինեմ։ Քաղաքականությունը ձեզ համար աշխատանք է, թե առաքելություն։ Առաքելություն, որովհետև ինձ համար քաղաքականությունը միջոց է իրականացնելու տարբեր նախաձեռնություններ, որովհետև եթե ուզում ես փոխել երկիրդ, եթե ուզում ես փոփոխություններ բերել միջավայրում, բնականաբար քաղաքականությունը ընդամենը միջոց է այդ փոփոխությունները իրականացնելու համար։ Իշխանություն թե հեղինակություն, որն է ավելի կարևոր։ Միանշանակ հեղինակություն։ Ինչն է ավելի սարսափելի, սխալվելը թե անտարբերությունը։ Եթե գործում ես, բացառված է, որ չես սխալվել։ Պարզապես պետք է կարողանաս սխալներից դասեր քաղել։ Ճիշտ դասեր քաղել եւ երկրորդ անգամ փորձես նույն սխալը չիրականացնել։ Բոլոր գործող մարդիկ սխալվում են, անսխալական մարդիկ չկա եւ դա կյանքի օրենքն է։ Ձեր քաղաքական կուռքը կամ կերպարը, որով հիանում եք։ Ես սովորաբար անձերին մաքսիմում ձգտում եմ կուռք չդարձնել։ Ես ավելի շատ գաղափարական իմաստով եմ համակրում։ Շատ կանայք կան, օրինակ նաև քաղաքականության մեջ, միջազգային մակարդակում, այսպես ասած, ես մշտապես կերպարային առումով իրենց գործունեությունն եմ ուսումնասիրել։ Միշտ ինձ հետաքրքիր է գործունեությունը, ինչպիսի որոշումներ են կայացրել, այդ որոշումները ինչպես են փոխել երկիրը, միջավայրը, մարդկային ճակատագրերը եւ ավելի շատ ես ծրագրերի, գաղափարների ու գործունեության մեջ եմ փնտրում ինձ համար հետաքրքրություններ։ Եվ վերջում Հայաստանը 10 տարի անց մեկ բառով։ Ուժեղ։ Ձեզ հետ հաճելի էր, շնորհակալ եմ։ Ես նույնպես։